Սերժ Տանկյան եւ Օքլենդի սիմֆոնիկ նվագախումբներ մեր եթերում եւ Սերժը այսպիսով միգուցե փորձում էր պայքարել ներքին դևերի հետ եւ դուրս գալ ստրեսային իրավիճակից, որովհետեւ միջևետ ուներ ստրեսեր եւ այս ձայնասկավառակը, որ ինքը ձայնագրեց Օքլենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ, նրան օգնեց այդ գործունեության մեջ։ Եվ կարծես թե թեման շատ էսպես ճիշտ է, քանի որ հենց այսօր զրուցելու ենք հենց այս թեմայի ստրեսներ, հոգեկան իրավիճակներ։ Մենք անդադ ասում ենք, որ կյանքն ավելի ու ավելի ստրեսային է դառնում եւ գնալով ավելի կարեւոր է դառնում ստրեսի դիմակայումն ու հաղթահարումը։ Իրականում բոլոր մարդիկ էլ զգում են ստրես, եւ դա մեր օրգանիզմի նորմալ արձագանքն է անսովոր կամ վտանգավոր իրավիճակներին։ Կարճատև լարվածությունը կարող է օգնել մարդուն խթանել իր ներուժը, մոտիվացվել անգամ, բայց շապից դուրս մեծ ստրեսը կարող է մարդկանց հասցնել սահմանային վիճակի։ Այն կարող է բացասաբար ազդել կյանքի որակի վրա եւ առաջացնել ֆիզիկական եւ հոգեկան առողջության խնդիրներ։ Մեր տաղավարում է հոգեբուժ գիտությունների թեկնածու Գոհար Սահակյանը, ում հետ կփորձենք գտնել ստրեսային հակազդեցության ճանապարհները։ Բարի առավոտ։ Բարի։ Նախ եկեք հասկանանք, բոլորս շատերը մեզանից անդադ ասում են, որ հիմա մարդկությունը ամենաստրեսային վիճակում է գտնում եւ այլն։ Ուզում եմ համեմատեք, չգիտեմ, հային, որը որ Լենք Թիմուրի ժամանակ էր ապրում, այսօրվա հայ հետ, այն ժամանակ էր ավելի ստրեսային իր համար, թե հիմա է ավելի ստրեսային։ Եվ առհասարակ կարելի է ասել, որ հիմա ավելի ստրեսային է, քան օրինակ 1946 թվականին կյանքը։ Ստրեսը մեր կյանքն է։ Մեր կյանքի անբաժանելի մասը եւ չկա մի ոք, որ իր կյանքում չհանդիպի այդ ստրեսային իրավիճակին եւ չապրի այդ հոգեվիճակը։ Ստրեսը ինքը դա հոգեբանական լարվածության եւ անհանգստության վիճակ է, երբ որ մարդը հայտնվում է դժվարին իրավիճակում։ Ստրեսը ինչ որտեղ պաշտպանական ադապտացիոն ռեակցիա է, երբ որ խախտվում է մարդու կյանքի հավասարակշռությունը։ Ստրես մենք ապրում ենք, եթե կարճատև ստրեսի մասին է խոսքը, այ մեր սիրուն տիկինը բան արեց, մատնանշեց, որ ինքը դրական նշանակություն ունի, որովհետև կարճատև ստրեսը, դրական ստրեսը մոբիլիզացնում է մեր օրգանիզմի պաշտպանական բոլոր ռեսուրսները, եւ մենք կարողանում ենք պայքարել, այնպես որ ստրեսից տարանջատել մարդուն դա հնարավոր չէ։ Իսկ ինչ համեմատություն դուք դրեցիք նախկին կյանքի եւ այսօր կյանքի մեջ, դե արժեքային համակարգը փոխվել է, կյանքը փոխվել է, նոր այս էլեկտրոնային աշխարհը, այս ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը, նոր արժեքներ են եկել, բայց ստրեսի հակազդումը մարդու կարծում եմ նույնն է, որովհետև ինքը ամենուր է, ստրեսը ունի իր զարգացման ֆազաները, առաջին ֆազան դա ինդրական ֆազան է, երբ որ մարդը պայքարում է եւ իր ռեսուրսների շնորհիվ կարողանում է դուրս գալ այդ իրավիճակից եւ բնականon ապրել։ Երկրորդ ֆազան այն է, երբ որ ստրեսը արդեն մոբիլիզացված են ուժերը եւ չկան լրացուցիչ ուժեր, մարդը ելքեր է փնտրում։ Երրորդ ֆազայի ժամանակ արդեն մարդը հյուծում է ապրում, իր ռեսուրսները սպառվում են եւ մարդը կորցնում է իր հարմարվողական մեխանիզմները եւ մարդու մոտ առաջանում էր հարմարվողականության խանգարումներ, արդեն սա անձի խնդիր է, անձը դժվարանում է ծրագրավորել իր կյանքը, անձը դժվարանում է հաղթահարել իր խնդիրները, անկարող է զգում, դժվար է կենտրոնանում, անգամ այստեղ կարող են անձի ինտեգրացիայի խնդիրներ առաջանալ, երբ մարդը, այդ տեսնում եք, այս արտագաղթը այսօրվա այդ փախուստային վիճակում գտնվող այս հայերի այս տարափը, որ մենք տեսնում ենք, դա նույնպես կարող են լինել քրոնիկ ստրեսային վիճակի հարմարվողականության խանգարման դրսևորումներ, երբ որ մարդը չի կարողանում հարմարվել, չի կարողանում գտնել իրան այս իրավիճակում, խնդիրներ լուծել, որոշումներ կայացնել, բնականon ապրել եւ բռնում է արտագաղթի ճանապարհը։ Այնպես որ ինքը ստրեսը կարող է այսպես կազմալուծող ազդեցություն ունենալ, երբ որ երկարատև ու ձգձգվող է։ Դե մենք հատուկ ձեզ հրավիրել ենք, որ գործը դրան չհասնի, մի քիչ թեթևացնենք մեր կյանքը եւ մեր դիմադրությունը դեպի ստրեսը էլ ավելի ուժեղացնենք, չնայած
ստրեսոմետր գոյություն չունի, չէ՞, չի Իհարկե, կարելի։ սիրելիս, իհարկե։ Տեսեք, չափել։ հասարակ, տանը նստած ենք, լույսը անջատվեց, դա ստրես է։ Մարիամի Ջուրը համար, անջատվեց, համար դա ոչ։ ստրես է։ Այդ ջուրը որ անջատվում է, Իհարկե։ ջուրը որ անջատվում է, ստրես Ցանկացած է։ պահին մենք ապրում ենք այդ իրավիճակը։ Ուղղակի մեր օրգանիզմը այնպիսի մի ներդաշնակություն է, որ կարողանում է այդ պահին մոբիլիզացնել իր բոլոր ուժերը եւ բնականon լուծում գտնել, կառավարել այդ վիճակը։ Նելի հարցրու։ Որոնք են Այն այսօր հարցը։ Հայաստանում ամենատարածված հոգեկան խնդիրները, որոնք որ հանդիպում են ձեզ։ Ստրեսի հետ կապված։ Ստրեսի Ահա։ ես ասեմ Եվ ձեզ, ստրեսի, եւ նաև ամենահաճախը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհի մակարդակով ստրեսային խանգարումները դրանք առաջին հերթին ես ինչպես նշեցի հարմարվողականության խանգարումներն են, երբ մարդը չի կարում հարմարվել եւ տարբեր տեսակի հոգեբանական եւ հոգեկան ռեակցիաներ է տալիս։ Դա կարող է լինել տխրության ձևով, տագնապի ձևով, վարքային դրսևորումների ձևով։ Այդ տեսեք վերցնենք սովորական մի վիճակ վշտի ռեակցիան։ Տեսեք, բոլորս ապրում ենք այդ վշտի, կորուստի զգացումը, բայց տարբեր մարդիկ տարբեր ձևով են արձագանքում դրան, հակազդում դրան։ Այստեղ շատ մեծ նշանակություն ունի նաև մարդու անձը, նրա նախադրամադրվածությունը, նրա խոցելիության աստիճանը, որովհետև խոցելի մարդիկ, ներշնչվող, զգայուն, տագնապային, դժվար որոշում կայացնող մարդիկ, նրանք ավելի շուտ են ընկնում այդ ստրեսային վիճակի մեջ եւ կազմալուծվում այսպես կոչված։ Իսկ ուժեղ մարդը, կամային մարդը, առանցքային մարդը, նա ավելի հեշտ է լուծում իր որոշումներ կայացնում եւ դուրս գալիս այդ իրավիճակից։ Տիկին Սահակյան, ինձ մի այլ հարց է հետաքրում։ Այ դուք խոսում եք մարդու եւ անձի մասին եւ ուզում եմ որ մի քիչ նաեւ խոսենք, այսպես ասած, գոյություն կա այդպիսի բան, թե ազգային մոտեցում այդ ստրեսերին։ Օրինակ, ես իմ խորին համոզմունքն է, որ մենք հայերս որպես ազգ շատ ենք սիրում տառապել։ Մենք կարծես թե դրանից ինչ որ նոր էմոցիա ենք մեզ համար ստեղծում, ունենում, Լացող ենք շատ անցյալով ենք ուզում ապրել, չգիտեմ, տառապել, թե մեր պատմության առումով, թե մեր ազգի արած չարածի, թե մեր անձնական անցյալը միշտ ավելի լավ էր, քան ապագան եւ ներկան։ Իսկ շվեդները օրինակ այդպեսին չեն։ Ես ասեմ, սիրելիս, ես այդ հարցին նայում եմ ուրիշ ասպեկտով, ես նայում եմ, որ մեր ազգը շատ ավելի մտածող է, ավելի այսպես դրամատիկ ազգ է, ինքը խելոք ազգ է։ Բայց դա մեզ խանգարում է, փաստորեն։ Խանգարում է, թե չի խանգարում, դա մեր մենտալիտետն է, դա մեր տեսակն է։ Դրա համար մենք տվյալ հարցի լուծումը շատ ենք պրպտում, շատ ենք վերլուծում, իհարկե, դա մեր տեսակն է, մեր ազգային առանձնահատկությունն է։ Իսկ միգուցե մի քիչ տառապենք, թե պետք չի։ Գիտեք ինչ, այսօր կան պայմաններ։ Ես կարծում եմ այսօրվա հայը այնքան չի տառապում, ինչպես ձեր շրջանում, այսպես մարտահրավեր հայը։ Որպես ինձ մանին Ո՞ր շրջանն է ձերը գո։ Ասեմ սիրելիս, այսօրվա հայը, չէ, դուք տառապող տեսակ չեք, հակառակը։ Դուք ակտիվ մարդ եք եւ օպտիմիստ մարդ եք, դուք բոլոր հարցերի լուծումը տեսնում եք։ Այո, այո։ Մեր ազգի տարիքից։ Չէ, մենք ունենք երիտասարդություն, մենք շփվում ենք նրանց հետ, նրանք շատ ավելի կոնստրուկտիվ են մտածում, շատ ավելի լավատես են։ Ուրեմն կարող ենք շատ ավելի ծրագրեր են։ հասկանալի շրջանակից դուրս գալ եւ հասկանալ, Ես կարծում եմ մենք դուրս են գալիս, դուրս են գալիս, ծերերից։ Իսկ տառապանքը ինչ որտեղ ճիշտ տառապելը եւ ճիշտ որոշում կայացնելը դա մեր մենտալիտետի, մեր ինտելեկտուալ բարձր հնարավորությունների, մեր որակապես ավելի որակյալ լինելու, ավելի, գիտեք, մենք այնպիսի ճանապարհ ենք անցել, այնպիսի տառապալից, որ այսօր մենք չենք Պետք է եզրակացություն անել նախկինի վրա։ Ես դրա հետ համաձայն եմ, նույնին չեմ թող խոսա, ես էլ ասեմ ու ձեզ կտրեմ։ Խոսքը ոչ միայն պատմության մասին է, դաժան կամ եւ այլ։ Մեր սիրո մասին, օրինակ ես միշտ ուզել եմ, որ ինձ երիտասարդ հոգեբան, որը որ ինստիտուտում պետք է դիսերտացիա պաշտպանքավակ, վերցնի եւ հայկական սիրո մասին երգերը որպես հոգեբան ուսումնասիրի։ Դուք տվեք այդ նյութը, ես կարծում եմ մենք սերը դա պետք է մարդուն երջանկություն բերի, թևեր տա։ Դուք լսել եք, դուք հաստատ համոզված եմ լսել եք, ինչի՞ է մեր բոլոր սիրո մասին երգերը տխուր։
99%։ Ես ասեմ, սիրելիս, ինքը սերը այն սևակը ո՞նց է ասում, չէ՞։ Դե հենց այդ Առաջին սևակը- սերը միշտ կուտ է գնում։ Ինքը սերը մեծ իմաստով, Տառապանք է։ եթե դա փոխադարձ չի, իհարկե տառապանք է։ Երբեմն նաև ես ու Նելին ես մտածում եմ, Դա մեր փոխադարձ է։ միակողմանի սերը դա նաև կարող է ինչ-որտեղ միտքեր լինել գերարժեքային, հիվանդագին էլ լինել, որտեղ սերը պետքա փոխադարձ լինի։ Պետք է։ Դա է ճիշտը, դա է օրինաչափը։ Հոգեբաններ, մտածեք այդ իմ թեմայի շուրջ։ Մենք ունենք հոգեբանների հսկայական բանակ, շատ խելոք, շատ պատրաստված, դուք կարող եք այդ նյութը տալ իրենց եւ նրանք կարող են այո Երկեր հայերեն լեզվով սիրո մասին, Ոչ ուսումնասիրել։ տառապալից։ Չկա։ Հա, Ոչ քիչ են, տառապալից։ այո։ Եվ ինչի է տենց։ Այո։ Հիմա Նելի ջան։ Լավ, խոսեցին գերտասարդների մասին, շատ անգամ լսում ենք այն թեմաները, որ ամբողջ աշխարհում այս անցումային տարիքում գտնվող երեխաները բավականին ստրեսային են, զգայուն են եւ շատ անգամ ունեն հոգեկան խնդիրներ։ Սա ինչի հետ է կապված։ Եվ ընտանիքում մենք որպես ծնող ինչպես պիտի պայքարենք այդ դրա դեմ, այսինքն որ этаպում մենք պիտի Ես միանանք։ կարծում եմ այսօր այս խնդիրները կապված են այս ինֆորմացիոն ծանրաբեռնվածության հետ, այն էլեկտրոնային աշխարհի հետ, որտեղ ապրում են մեր երեխաները մեծ մասամբ։ Այս թորնիկներ ունեմ տանը, որոնք այնքան են տարվում այդ հեռախոսներով, որ նույնիսկ եթե տանը ինչ-որ մի դեպք պատահի, նրանք չեն արձագանքում։ Այնքան են տրվում, այնքան են դրա մեջ։ Այսօր դա մեծ խնդիր է։ Գիտեք, դա ես տեսնում եմ սրճարաններում երիտասարդ զույգեր, սիրող երևի, որոնք նստած իրար դիմաց, Երևի հեռախոսով ինչ որ բաներ են գրում։ Իրար։ Ես իրար։ Երբեմն ես ուզում եմ մոտենամ իրանց հարցնեմ, որ եթե դուք սիրում եք իրար, նախ այսօր երիտասարդությունը պոեզիա չի կարդում, սիրելիս։ Նրանք անտեղյակ են պոեզիայի մեր գիգանտներից, Իսահակյանից, Տերյանից, իմ երեխաներն էլ տեղյակ չեն։ Երբեմն ես որ ասում եմ, այ եթե դուք սիրահարվեք, սիրեք իրար, դուք ինչ լեզվով պետք է խոսեք, որ բանաստեղծի բառերը պետք է ասեք, դուք չունեք այդ բագաժը։ Իրար նստած SMS-ներ են գնում։ Էմոցիա են ուղարկում իրար։ Դե հիմա դա է Ուրեմն այսօր։ տեսեք, այսօր էմոցիոնալ էգզիստենցիալ վիճակ է, այսպես փակուղային վիճակ է։ Մենք չենք շփվում։ Գիտեք ինչ, մենք էմոցիոնալ ազգ ենք եւ կարիք ունենք իրար հետ զրուցելու, խոսելու։ Երբեմն մենք զրույցի ընթացքում ինքներս ելքեր ենք տալիս մեր դիմացին, նո որ այդ քրոնիկ ստրեսային վիճակում է եւ զրույցից հետո մարդը մտածում է, որ ինքը սխալ է անում, որ ինքը արդեն եզրեր է գտնում, ելքեր է փնտրում եւ գտնում է այդ ելքը։ Իսկ այսօր այս էմոցիոնալ վակուումի պայմաններում այս հեռախոսների, գիտեք, սրանք շատ մեծ նշանակություն ունեն այդ էմոցիոնալ դաշտի ձևավորման, էմոցիոնալ կապի լիցքաթափման, այդ հարցում մենք պետք է մեր երիտասարդությունը զերծ է, մենք չենք կարդում պոեզիա։ Դե դրա համար լավ է, որ մեկ-մեկ հոսանքները գնում է եւ ձեր հեռախոսների ակումուլյատորները նստում են, սկսում եք իրար հետ շփվել, հասկանում եք, որ դիմացին այդ կարգին մարդ է։ Խորհուրդներ կան, կարճ խորհուրդներ, թե ինչպես պայքարել ստրեսի հետ եւ մի քիչ ավելի թեթև վերաբերվել այդ ամենին, ինչ որ մեզ ստրես է պատճառում, կամ ստրեսեր։ Հիմա օրինակ նախընտրական ստրեսեր է սկսել, ազգը սկսել է տառապել։ Բան ու գործ չունենք, առավոտվան տիրում տառապում ենք։ Գիտեք ինչ, մեր ազգը շատ է քաղաքականացված։ Անիմաստ։ Դա չի, դա անիմաստ չի։ Եթե Դե եթե ոչինչ չի փոխվում։ Այո, ապահով լինենք այդ ասպարեզում, հա, մենք երևի ավելի քիչ կհետաքրքրվենք։ Դա է մենք Դանիայում չենք ապրում, Շվեյցարիայում ենք չենք ապրում, մենք ապրում ենք Հայաստան։ Հիմա ինչ խորհուրդներ կարող եք տալ, որ մի քիչ ավելի Ես կարծում եմ, որ առաջին հերթին ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, իր մասնագիտությամբ։ Այդ բոլոր այդ կեղծ ճակերտավոր քաղաքագետները պետք է դադարեն իրենց գործունեությունը եւ եթե ամեն մեկս մեր պոստում լինենք եւ ճիշտ պահենք մեզ, դա կլինի ամենամեծ օգնությունը քաղաքականությանը եւ այս բոլոր գործընթացներին եւ մնացած այսպես արդեն բոլորդ գիտեք մնացած բոլոր խնդիրները, որ մարդը պետք է իր կյանքը ծրագրավորի, ճիշտ ապրի, հետևի իր քնի այդ քունը, գիտեք ինչ շատ էական, ֆիզիոլոգիական վիճակ է, քունը շատ քունը ինքը հենց կարող է ապահովել մարդու ֆիզիկական եւ հոգեկան այսպես ապահովությունը, բարեկեցությունը, դե ասեցի արդեն այդ ինֆորմացիոն ծանրաբեռնվածության մասին պայմանավորված այս էլեկտրոնային աշխարհով, նու հետևել սննդային վարքին,
ֆիզիկական այսպես ակտիվությանը, ընդ որում այսօր ֆիզիկական ակտիվություն ասելով բոլոր հասկանում են, որ պետք է անպայման գնալ այդ ակումբները, ջիպ, այդ մոդայիկ ակումբները եւ 10 կիլոմետր մեքենա նստել գնալ, որ 10 կիլոմետր ոտքով այնտեղ քայլել։ Եվ օրգանիզմին գցել քրոնիկ ստրեսային վիճակի մեջ, որը կարող է եւ արթնացնել հիվանդություններ, որտեղ մենք մեր օրգանիզմում ունենք թույլ օղակներ, մեր լեզվով ասած լոկուս մինորիսներ, որոնք երկծանրաբեռնվածության պայմաններում կարող են լուրջ սոմատիկ հիվանդություն ի հայտ բերել, սրացնել։ Ես այսօր բժշկությունը գնում է ավելի այսպես խնայողական ֆիզիկական ակտիվությանը, նույնիսկ ակադեմիկոսներ, սրտաբաններ, որտեղ շատ էական է այդ ֆիզիկական ակտիվությունը, խորհուրդ են տալիս մարդկանց քայլել, որտեղ դա ամենաֆիզիոլոգիական եւ ընդհանրապես, եթե օրգանիզմին դու տալիս ես մեծ ծանրաբեռնվածություն, լինի դա ֆիզիկական եւ հոգեկան, նա անպայման պետք է, այսպես ասած, հակազդում ունենա որպես այդպիսին, իսկ հակազդումը կարող է լինել եւ հիվանդագին։ Այնպես որ մենք պետք է խնայենք մեր օրգանիզմը եւ ուզում եմ այստեղ նշել հանճարեղ փիլիսոփա Շոպենհաուերի խոսքերը առողջությանը վերաբերվող, իսկ առողջություն ասելով պետք է հասկանալ ֆիզիկական եւ հոգեկան առողջություն, որովհետեւ մեր մարմինը մի ամբողջություն է հոգու եւ մարմնի, որ առողջությունը այնքան է գերազանցում մարդու բոլոր օրհնություններին, որ իսկապես աղքատ մուրացկան ավելի երջանիկ է, քան հիվանդ թագավորը։ Ես կարծում եմ, որ պետք է առողջ լինել, առողջությունը ամեն ինչ է, մնացածը ոչինչ, եւ մարդը ապրում է երջանիկ լինելու համար, իսկ երջանկության ճանապարհին ամենակարևոր գրավականը կարծում եմ առողջությունն է։ Եվ փաստորեն երջանիկ լինելու համար պետք է փորձենք մի քիչ ավելի քիչ տառապենք, որտեղ իսկապես այդ մանր տառապանքները կարող են դառնալ ինչ-որ մեծ տառապանքների շղթա, որից դուք կարող եք դուրս չգալ։ Քիչ ավելի թեթև է պետք կյանքի նայել։ Որտեղից կարող եք հիվանդանալ։ Այո, սիրել, շփվել, գրքեր կարդալ, երաժշտություն լսել, ֆիլմեր դիտել, զանգել ծնողներին մեկ-մեկ խոսալ նրանց հետ, եթե նրանք ձեզանց հեռու են, երեխաներին ձեր գրկեք, այդ տակտիլային այդ ամեն ինչը շատ կարևոր է նաև, եւ խուսափենք մեծ սթրեսերից, թող մեր ամենամեծ սթրեսերը լինեն որը, որ լույսը գնաց, Լույսը գնա, ջուրը անջատվեց, Բարսելոնան պարտվեց։ Ոչ է դա մեծ ստրես է, դա փոքր ստրես չի։ Ես իմ համարն եմ ասում այդ, բայց Աստված դա լինի իմ կյանքի եւ խոսել ամուսնու ամենամեծ ստրեսը, որ Բարսելոնան պարտվի։ Թող երեխաները առողջ լինեն, ծնողները երկար ապրեն, մենք էլ իրար սիրենք եւ համերաշխ լինենք եւ մեր ազգին մաղթենք մի քիչ ավելի շատ երջանկություն, այո, երջանկության, այսպես ասած բանաձևը շատ հեշտ է։ Սիրեք, սիրվեք, շփտացեք, բարի եղեք եւ վերջով մարդկանց վերաբերվեք այնպես, ինչպես որ դուք կուզենայիք, որ վերաբերվեին ձեզ։ Շնորհակալություն Տիկին Սահակյան։ Մենք անցնենք առաջ Գովաստ Շանթի եթերում։ Երջանիկ Գովաստ, երջանիկների համար։